Առավոտը բացվում է և Miracle Tour and Travel-ի կողմից կազմակերպված Սպոյի հետ խմբային տուրը ուղևորվում է Աբու Դաբի Էմիրությունների մայրաքաղաք, որտեղ մեզ սպասվում է ֆանտաստիկ էքսկուրսիաներ։ Դե ինչ Ժորժ ջան, մենք արդեն Շեյխ Զայդի մզկիթում ենք, այս մեր խումբը, այսինքն իջնում ենք հիմա ներքև և հերթականությամբ կտեսնեք թե ինչ է կատարվում այս գեղեցիկ մզկիթում, մենք Աբու Դաբիում ենք, Miracle Tour and Travel Սպոյի հետ շարունակվում է Աբու Դաբիում և Դուբայում ամենագեղեցիկ էքսկուրսիաները և շուտով իհարկե նաև կլինենք Շարժայում։ Առաջին կանգառը դե իհարկե արաբական աշխարհի սուրբ հայրը համարվող Շեյխ Զայդի մզկիթն է, մզկիթ թանգարան, որտեղ գտնվում է աշխարհի ամենաթանկարժեք ջահը և ամենամեծ գորգը։ Եվ Շեյխ Զայդի մզկիթը, այս գեղեցկությունը, այս ֆանտաստիկ գեղեցկությունը, Հլստենայք ինձ սիրուն է։ Ահա և աշխարհի ամենաթանկարժեք ջահը և ամենամեծ գորգը, որը իդեպ Իրանից բերվել է երկու ինքնաթիռների օգնությամբ։ Պատկերացնում եք, սա աշխարհի ամենամեծ գորգն է և աշխարհի ամենաթանկարժեք ջահը։ Աբու Դաբիում Շեյխ Զայդի մզկիթը։ Շարունակում ենք ճանապարհը Աբու Դաբիի ամենագեղեցիկ վայրեր և կանգ առնում Արաբյան Էթիհադ երկնակերերի դիմաց, Աբու Դաբի Քորնիշ։ Հələ նայեք ես գեղեցկությունը, ժողովուրդ, Արաբյան Էթիհադ երկնակերերը Աբու Դաբիում, այս մեր ամբողջ խումբը արդեն այստեղ է և լուսանկարվում է Քորնիշի ափին, իսկ այն կողմում արդեն Ռիքսս Աբու Դաբի ամենալավագույն հյուրանոցներից մեկը հենց Քորնիշի, մյուս կողմում այս հենց գեղեցիկ վայրում ենք մենք այսօր, Աբու Դաբիում էքսկուրսիան շարունակվում է ամենաֆանտաստիկ վայրերում, հենց Miracle Tour Travel-ի հետ և իհարկե Սպոյի հետ։ Լքելով Էթիհադ կենտրոնը ուղևորվում ենք Լուվր թանգարան, աշխարհի միակ թանգարանը, որը կառուցվել է ծովի մեջ։ Լուվր Աբու Դաբի թանգարանը խումբը կանգնած է ու մենք մտնում ենք Լուվր։ Հին հռոմեական և հունական զինվորական հագուստներ, հանածոներ և արձաններ, վերածննդի ժամանակաշրջանի արձաններ, հայկական 15-րդ դարի աստվածաշունչ, եգիպտական և ասիական հանածոներ և իհարկե համաշխարհային նկարիչների կտավներ, Դա Վինչից մինչև Պիկասո, Ռոդեն և Դալի, արքայական արձաններ և պատմական հանածոներ, ահա և ամբողջ Լուվր Աբու Դաբիի շքեղությունը։ Աբու Դաբիում էքսկուրսիաները ավարտելուց հետո վերադառնում ենք Դուբայ և խմբի մի քանի մասնակիցներով ուղևորվում Այն Դուբայ կամ աշխարհի ամենամեծ Սատանի անիվը։ Ժողովուրդ, աշխարհի ամենամեծ Սատանի անիվը, որը որ Դուբայում է սկսել է աշխատել, գնում ենք նստենք, հետևեք։ Ժողովուրդ, ես ինչ մեծալաստ է նայեք։ Ժողովուրդ, իրականում պետք է եսի տեսնեք մոտիկից ու սեփական աչքերով, այստեղ մեծությանը նայեք, Աստված։ Հեսա բարձրանալու ենք վերև, հա իդեպ արժեքները ասելու եմ, որ իմանաք գաք։ Սա արդեն հասել եմ աշխարհի ամենամեծ Սատանի անիվի մոտ, Տոմսը գնել եմ, հիմա կասեմ, թե ինչ արժի գնացինք։ Ժողովուրդ, նայեք, ես առել եմ արդեն Տոմսը Սատանի անիվի, հեսա, որը որ արժի 145 դիրխամ, այսինքն հայկական դրամով դա կլինի 16000 դրամ։ 16000 դրամով կարող եք գալ աշխարհի ամենամեծ Սատանի անիվը։ Թլստե նայեք ինչ մեծ է, այսի կոսմիչեսկի ապարատ է, ինչ է, որ Իլոն Մասկի, չգիտեմ, կոսմոսի ապարատի մեջ է մեզ։ Հլստե նայ ժողովուրդ, ու հիմա բարձրանալու ենք ամենավերևը թույի վիդեոներ եմ անելու ձեր համար։ Մեր խմբի մի քանի հոգի ողջույն ժողովուրդ, ո՞նց է։ Հլստե նայեք ժողովուրդ։ Ֆանտաստիկա։ Ասա պապի, ֆանտաստիկա։ Այս Twitter-ը Մենք հասանք ամենաբարձր կետին, ժողովուրդ, նայեք։ Նայեք պալմա կղզին ոնց է երևում, Պալմ Ջումեյրան։ Հələ նայեք հենա։ Այնա Պալմ Ջումեյրան։ Նայեք ինձ սիրուն է երևում։
Royal Atlantis-ը եւ Atlantis հյուրանոցները, Palm ջմերը, վերևից լուսային նկարն է երևում, Շեյխ Մուհամեդ Մակտումը, իսկ ներքևում արդեն սկսվել էր DJ party։ Նայեք ինչ լազերային շոու է այն Դուբայում, ու DJ-ը Առավոտյան մեկնում ենք շարժա եւ միանշանակ առաջին կանգառը հայկական եկեղեցին է։ Սա հենց այն եկեղեցին է, որը շարժայի գլխավոր շեյխի հովանավորչությամբ նվիրվել է հայերիս։ Մի վայր արաբական աշխարհում, որտեղ ամեն անգամ մեր խմբով պարտադիր այցելում ենք։ Ինչպես կարելի է գալ էմիրություններ եւ չայցելել հայկական եկեղեցի։ Մենք շարժայում ենք արդեն հայկական գերբը շարժայում, հայերը շարժայում, Ժորժան նայմիշ մեծ կուվա, ու մենք գտնվում ենք Պարսի ծոցի ափին, այս շարժա քաղաքն է, իսա Ալ-Նուր մսկիթը և Ալ-Նուր կղզին, այսենց գեղեցիկ վայր, որը կոչվում է Քորնիշ, շարժայի Քորնիշը շատ գեղեցիկ է, նոր երկնակերերը շարժայի, Գեղեցիկ տեսարան Ալ-Նուրում շարժա։ Իհարկե այցելում ենք էմիրությունների ամենամեծ արմավենիների այգին։ Էմիրությունների ամենամեծ պալմայի այգին շարժայում մեր խումբը հենց այդ այգում է եւ մենք շարունակում ենք մեր էքսկուրսիան։ Օրվա կեսին վերադառնում ենք Դուբայի, որոշ տուրիստներ հանգստանում են ծովափին, իսկ մնացածներ վայելում են Դուբայի գեղեցկությունը։ Այսպիսի հեքիաթային օրեր էմիրություններում։